Բարև ձեզ հայեր ջան։ Ուրեմն ոչ մեկը թող չփորձի ինձ վերագրի, որ եթե Մագդան ասում է քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել ազգովի, չգնալ ընտրությունների, դա նշանակում է, որ Մագդան ուզում է, որ Նիկոլը մնա։ Քաղաքացիական անհնազանդությունը նշանակում է, որ գործող իշխանություններին չենտարկվել, մերժել, այսինքն Մագդան ասում է պահանջել ազգովի, ոչ թե սուտ ընտրության միջոցով իշխանափոխություն անել ու նորից բերել նույն իրանց ջհուդներին, այլ կամքի ուժով զրկել ազգով իշխանությունից գործող իշխանավորներին, որոնք իրականությամբ ոչ թե հայեր են, այլ հայ ազգի հայախոս թշնամիներն են։ Քաղաքացիական անհնազանդությունը նշանակում է զրկել գործող իշխանությանը իշխանությունից, ու ես դա կապացույց եմ, որ Մագդան դա ոչ թե այսօր ասեց, Մագդան դա շուտվանից է ասում, Մագդային դրա համար բեմերից են գցել, Մագդային միկրոֆոնից են զրկել, Մագդան գործող իշխանավորներին զրկել իշխանությունից, պահանջել է ազգային ժողովում, երբ որ հավաքվել է ամբողջ հայ ազգը կապիտուլյացիա մեր վզին փաթաթելու գիշերը, ու դուք միացրեք վիդեոները, կարմիր կուրտկով կնոջը որ դուք կտեսնեք, դա Մագդա Գոմցյանն է, հասկացաք ինչ եմ ասում, չփորձեք ոչ մեկըց կապիգություններ անել, տարածել, որ Մագդան ուրեմն ուզում է Նիկոլը մնա։ Եթե Նիկոլի հնարավորություն լինի հենց հիմա ոչնչացնելը, դա կլինի Մագդան։ Ու թող Նիկոլը իմանա, որ Նիկոլի մահը հենց Մագդայի ձեռքերում է, ու ինքը դա լավ գիտի։ Ու բոլոր ինչ կան նիկոլականներ կաք, թուրք ու ջհուդներ կաք, իմացեք, որ ձեր չտես ոժդին, որ ֆոլգե խարա զղտգվում, իրան մահը ու ձեր մահը իմ ձեռքերում է։ Դուք այդ լավ գիտեք, դրանից էլ տրակվում եք։ Հիմա ժողովուրդ հայեր, որոնք գրում եք, որ մենք գնալու ենք, քվեարկելու ենք բոլորին դեմ, որոնք գրում են, որ գնալու ենք բյուլետենները ճղելու ենք, բոլոր ընտրություններին լուսերը անջատվում են, դեռ 90-ական թվականներից։ Ձեզ որ ասում են կամերաները դրած հսկվելու է, լուսերը որ անջատվում են, կամերաներն են անջատվում։ Ի գիտություն ձեզ։ Հիմա ասեմ ինչա կատարվում, ով որ չգիտի։ Ամբողջ հանձնաժողովը բոլոր ընտրատեղերում իրանց մարտիկ են, ապոզիցիոներ թե իշխող, սաղ նույն թիմ են, իրանց մարտիկ են, բոլոր գյուղերով, թաղամասներով, փողոցներով, քաղաքներով, իրանց մարտիկ են, ձեզ որ ցույց են տալու, որ կարզինան, թապանցի, կուրնան, պլոմբաձա նգարել են, որ էս թիվնա, էսա ենա, ձեր բյուլետենները իրանց համար զուգարանի թուղթ է, լինելու է նախորոք, Նիկոլի անունով պտիչկա դրած բյուլետենները, այդ ящիկի դուպլիկատը, այդ որ ամբողջ Հայաստանով չգիտեմ ինչքան ընտրակետը, օրինակ 500 հատ, այդ ящիկներից կլինի 1000 հատ, այդ 500 հատը ձեր համար է, որ դուք գնաք գցեք,
իրանց համար, ձեր համար բյուլետեններ, որ դուք մտածում եք իրանք նստելու են, ձեր ձայնը հաշվի են առնելու, ձեր ձայնը իրանց համար կարևոր լիներ, իրանք ձեզ չէին սպանի։ Իրանք ձեր բյուլետենները գտանեն իրանց զուգարանի թուղթ գսարկեն, պատրաստի բյուլետեններով լույսը կանջադեն, կամերաները կանջադվեն, այս ящիկը գփոխեն այս ящикով։ Հասկացաք ինչա տեղի ունենալու։ Ու սկսվելու է, ոնց որ Քոչարյանն ասեց, 200,000 ձայն գողացան, 21 թվին, երեկվա գաստրոլները, որ տալիս էին հրապարակում, Քոչարյանն էր տալիս, նույն Ռուբեն Մխիտարյանը, Միշիկ Մինասյանի պրակլատկե, նույն գաստրոլները տալիս է Քոչարյանի ցույցերին։ Այդ ոնց է սաղ, հայ են, եղերնու են ենտարգում ազգը, սաղ սենց ուռել են, չաղացել են սենց, այդենց պայկար են տանում։ Հլը մի հատ նայեք 18 թվին իշխողներից բացի, հայերը որ ասում են ծծած Մոմպասե էին, սա հլը նայեք յուղից տրակվում են, իշխողներն էլ, ապոզիցիոներներն էլ, այդենց պայկարում են հայ ազգի համար, երբ որ ժողովուրդ, տվյալները բոլոր, ոստիկանության մոտնա քաղաքացիների, երբ որ ինձ հերթական անգամ կանչել են ոստիկանություն, ասել եմ, ձեզ ասում են 5,000 տղու գլուխ են կերել, 20,000 տղա են սպանել, 20,000 տղա են սպանել, իրանք տվյալներ ունեն, ասին մորկուր, 25,000-ից ավել են սպանել։ Եղավ, ձեր ձայները իրանք պիտի հաշվի առնեն, քաղաքացիական անհնազանդություն դա նշանակում է բոլոր գյուղերով, բոլոր փողոցներով, դուք գիտեք ձերի գլխին ինչ են սարկում, Եվրոպա ենք իբր թե մտնում, դա նշանակում է Ռուսաստանը գազից, լույսից, բանից, կսկսի զրգել, Նիկոլը ծորեն բերելը դրելը չերես Ազերբայջան, մորացակ Նիկոլը փարուխն ու քարագլուխը ինչի տվեց Ազերբայջանին, այսենց Հայաստանի սահմանը ներս մտցրեց, գազի վինտիլը մնաց Ալիևի ձեռը, Ալիևը վերցրեց, Արցախի գազը փագեց, Արցախը ենտարգեցին շրջափակման, Մագդան գորում էր Պուտին, որ ասում ես Ազերբայջան, պատվերք բլոկադու Արմենիու, Արցախ, շակալ պարշիվի, գազը ապահովող Հայաստանին և Արցախին դու ես, Սահմանի վրա դու ես ծախում 160 եվրոյով, Սահմանի վրա դու ես առնում ես գազը, արդեն մեր վրա ոչ թե 160-ով ես ծախում, այլ չգիտեմ քանի 100,000 եվրոներով եք ծախում, որ ասում են Армении дешево получает, здесь дешево получил, здесь сам купил сам у себя, продал недешево армянам. Теперь у тебя договор заключен, պայմանագիր ունես, որ դու պարտավոր ես, վինտիլը ուրա մնաց է, ինչա մնաց է, կապ չունի չխոսան, որ դու իրար հետ, ջվուդներովըց մեր վինտիլը տարակ դրեցիք, սարկեցիք Ալիևի տարածքը, դու պարտավոր ես մեզ ապահովել գազով և Արցախը, հիմա ձեր գլխին Ուկրաինա են սարկում, Նիկոլը մտնում է Եվրոպա, Ռուսաստանը վիրավորվում է, գազից ամեն ինչից զրգում է, Նիկոլը բերել է սարկել այնենց, որ ծորենը գալիս է Ազերբայջանով, կամ նորից աղդամի նման, թույնավորված ծորեն գմծնեն, ալուր գմծնեն ձեզ, կամ ընդհանրապես չեն թողնի, դժողք են սարկում, դժողքը հաղթահարելու համար, մենք մեգա դժողք պիտի անցնենք ժողովուրդ,
Կամեսյան, կամենյան։ Այս դժողքը մենք կարանք հաղթենք, եթե մենք լինենք հարցակողական։ Հարցակողական մենք լինենք։ Ինիցիատիվան մենք վերցնենք մեր ձեռը, մեգա մեր գլխին տակի լինա չի, դժողք են սարկելու, մնացել է Ջավախն ու Հայաստանը, հայա շատ տարածք, որը իրանք նպատակ 100 տարիներով չեն սպանե հայերին, որ մեզ մերան թողեն, մենք նորից շադանանք, ենա մերավ գորալով, այսքան սպանում ենք դեր սաղեք, ինձի գրել է YouTube-ի ինձ լսող հայը գրել է, Ռուսաստանում ամուսինը գործից գալուց պասաժիր է վերցնում, պապուտնի, ենտեղ է տենց է, նստար փող ես վճարում, թուրք է եղել, իջնելուց ասել է տի Արմինին, ասել է հա ինչ կապ ունի, հայ եմ թե ով է, ասել է ձեզ այսքան սպանում ենք դուք հլը սաղեք, իմացաք որ խաղաղ երկնքի տակ մեզ սպանում են, բժիշկների միջոցով, տարբեր ձևով, թույնավորելով սնունդը, որ մտնում է Հայաստան, հերիք եղավ մի ամի դլնեք, մեռա ծերացա այս 8 տարվա մեջ 80 տարի ծերացա ձեզ բան բացադրելով, հերիքա մի ամի դլնեք, մի ադարտնացի հայ, հասկացի, որ քեզ սպանում են, ժպտալով, պաճիկներ ուղարկելով քեզ սպանում են, դժողք են սարկում, ինիցիատիվան վերցրա ձերը դե դժող կանցնելուց, բայց գփրգվես, եթե դու ինիցիատիվան վերցնես քո ձերը, ոչինչ այսքան տարի սոված ծառավ, ծրդին ապրել ենք, մի հատ էլ անենք, բայց մենք անենք, սաղ մնալու համար,